Բարի երեկո, Ազատություն TV ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան հակամարտության 8-րդ օրը Թրամփը թիրախներն ընդլայնելու մասին է հայտարարել։ Բաքուն Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ։ Կառավարությունը միտքը փոխեց, փոխհատուցում կտան մերձավոր արևելյան ռազմական գործողությունների պատճառով Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիներին։ Իշխանականներն այսօր եւս երկու մարզով անցան ներկուսակցական քարոզարշավ, որի ոչ մի րոպեն կուսակցության գրասենյակներում չեն անցկացնում։ Իրավապահները լռում են, ով է ԱԱԾ շենքի ուղղությամբ այրվող առարկա նետողը։ Ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով Խարկովում առնվազն 10 զոհ կա, 2 երեխաներ են։ Նախ Հայաստանի հարևանությամբ ծավալվող պատերազմի մասին։ Իրանն ու Իսրայելը այսօր էլ փոխադարձ հարվածներ են հասցրել։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ շարունակել է ռմբակոծել Թեհրանը, կիրառելով 80 ռմբակոծիչ։ Տեսանյութեր են տարածվել նաև Երուսաղեմից, որտեղ Իրանից եկող հրթիռների մասին զգուշացնող օդային տագնապի ազդանշաններ են լսվում։ Իսրայելի զինվորականները պնդել են, որ Իրանը արդեն մի քանի անգամ կասետային զինամթերք է կիրառել, իսկ ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, Ռուսաստանը Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում մերձավոր արևելքում ամերիկյան զորքերին եւ ռազմական օբյեկտներին հարվածելու համար։ Երեկ հիշեցնեմ, Իրանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսով խոսել էին։ Իսրայելի պաշտպանության ուժերը գիշերային գործողություններ են իրականացրել նաև Լիբանանում, ինչպես հայտարարել են 1986 թվականին անհետ կորած օդաչու Ռոն Արադի որոնման համար։ Կան ենթադրություններ, որ Լիբանանում 40 տարի առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանված օդանավի օդաչուն գերի է վերցվել Ամալ շարժման տեղի շիա զինվորականների կողմից։ Պատերազմի 8-րդ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռուստաուղերձում ներողություն է խնդրել Պարսից ծոցի երկրներից եւ հայտարարել, որ Թեհրանն այլևս չի հարձակվի նրանց վրա, եթե նրանց տարածքից Իրանի նկատմամբ չլինեն հարվածներ։ Սա պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանի նախագահի առաջին հրապարակային ելույթն է։ BBC-ն հայտնում է, որ Փեզեշքյանի հայտարարությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա առավոտյան հարձակումներից հետո։ Նախագահի ուղերձից անմիջապես հետո Կատարը հայտարարել է հրթիռային հարձակման կասեցման մասին։ من اینجا لازم از کشورهای همسایه که مورد حمله قرار گرفتن از طرف ایران Ես անձամբ ներողություն եմ խնդրում հարևանային երկրներից, որոնք տուժել են Իրանի գործողություններից։ Մենք ոչ մեկի տարածքը չենք ուզում թիրախավորել։ Նրանք մեր եղբայրներն են։ Մենք պետք է տարածաշրջանի մեր եղբայրների հետ ձեռք-ձեռքի տանք ու խաղաղություն հաստատենք։ Ու ես հույս ունեմ, որ ժամանակավոր խորհրդի երեկվա որոշումը կնպաստի դրան։ Այդ որոշումն արդեն փոխանցվել է զինված ուժերին, որ նրանք չպետք է հարձակվեն կամ հրթիռներ արձակեն հարևան երկրների վրա, եթե այդ երկրները չհարվածեն մեզ։ Ես կարծում եմ, որ հարևանների հետ տարաձայնությունները պետք է դիվանագիտությամբ լուծվեն։ Նախորդին Իրանի անվերապահ կապիտուլյացիան պահանջած ԱՄՆ նախագահն էլ կարծիք է հայտնել, թե Իսլամական Հանրապետությունը դարձել է մերձավոր արևելքի պարտվողը, նա լուզեր բառն է օգտագործել։ Թրամփը առաջիկայում նոր թիրախներին եւ մարդկանց նոր խմբերին նոր հուժկու հարվածներ է խոստացել առանց մանրամասնելու։ Սա առաջին անգամն է հազարավոր տարիների ընթացքում, որ Իրանը պարտվել է եւ հանձնվել մերձավոր արևելքի երկրներին։ Իրանը այլևս մերձավոր արևելքի բռնարարը չէ, նա արդեն մերձավոր արևելքի լուզերն է ու շատ տասնամյակներ դեռ այդպիսին կլինի, քանի դեռ չի հանձնվել կամ ամբողջովին կործանվել։ Այսօր Իրանին շատ ցավոտ հարված է լինելու։ Իրանի վատ պահվածքի պատճառով հիմա շատ լուրջ դիտարկում ենք ամբողջական ավերումը եւ կոնկրետ մահեր այնպիսի տարածքներում ու մարդկանց այնպիսի խմբին, որոնց մինչ այս պահը մտադիր չէինք հարվածել։
Այս ընթացքում չիմարում ադրբեջանա-իրանական լարվածությունը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված մի շարք պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն եւ հետախուզական գործողություններ։ Ըստ Բաքվի գործողությունների թիրախում էին Ադրբեջանի կարևորագույն ենթակառուցվածքները եւ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նպատակների թվում էին Բաքու-Թբիլիսի-Ջեհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը, սինագոգը եւ այլն։ Նշվում է, որ ահաբեկչական ծրագիրը խափանել են կան կալանավորվածներ, այդ թվում Իրանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ։ 2 օր առաջ Բաքուն մեղադրել էր Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի եւ դպրոցին անօդաչուներով հարվածելու համար, այն անվանելով ահաբեկչական ակտ եւ խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել է իր մեղսակցությունը միջադեպին, Բաքվի այս նոր մեղադրանքին Թեհրանը դեռ չի արձագանքել։ Պատերազմի 8-րդ օրը Հայաստանի կառավարությունը մտքափոխվեց, արտգործնախարարությունը Facebook-յան էջում տեղեկացրել է այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի, այդ թվում տարանցիկ չվերթները չեղարկվել էին մերձավոր արևելքում ռազմական գործողությունների հետևանքով եւ ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան գալու համար, կտրամադրեն մինչեւ 250,000 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Եթե տոմսի արժեքը դրանից պակաս է, կփոխհատուցվի վճարված գումարը։ Արարատ Միրզյանը մի քանի օր առաջ անարդար էր համարել պահանջը, որ հանգստի մեկնած մարդկանց վերադարձի տոմսերը կառավարությունն առնի։ Վերջին մեկ շաբաթում մերձավոր արևելքում տասնյակ հազարավոր չվերթներ են չեղարկվել, մարդիկ օրերով չեն կարողանում իրենց երկրներ հասնել, նրանց թվում նաև հարյուրավոր հայաստանցիներ կան։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իշխանականներն այսօր եւս 2 մարզով անցան ներկուսակցական քարոզարշավ, որի ոչ մի րոպեն կուսակցության գրասենյակներում չեն անցկացնում։ Իրավապահները լռում են, ով է ԱԱԾ շենքի ուղղությամբ այրվող առարկա նետողը։ Ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով Խարկովում առնվազն 10 զոհ կա, 2-ը երեխաներ են։ Իշխանական ավտոբուսն այսօր ուղևորվել է Շիրակի եւ Արագածոտնի մարզեր։ Ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչեւ Ձորակապում կանգ էին։ Քաղաքացիական պայմանագրի քարոզչական վիկենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն աշտարակի պոպոկն ու սուջուխը։ Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ քարտեզը կրծքներին եւ նաեւ այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-ից 91 տարեկանների հագուստին։ Ես գիտես ինչա։ Հայաստանն է։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բայց մի րոպե աչ կողմը պետք է կպցնեմ։ Ուրեմն լավ պիջակ, որտեղ կա պիջակ, կոստյում։ Ոնց են գործերը դե։ Բնակարանների վարակույրներին։ Ահա, տեսեք ինչ սիրուն է։ Ամեն ինչ ջերմ ու սահուն էր մինչև մարալիք հասնելը։ Միկին Փաշինյանին Կարպիի խնամի դառնալու առաջարկ արեց։ Դուք երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկում։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ։ Այս կինը 3 որդի ունի, չամուսնացած, հասկացրեց, որ չեն ամուսնանում, որովհետև տուն չունեն։ Ակնկալում է բնակարանային պետական ծրագիր ամուսնանալ ցանկացող երիտասարդների համար։ Նրան Փաշինյանն ու սոցիալնախարարը բացատրեցին, ծրագրեր կլինեն, եթե ամուսնանան տղաները։ Միչև որ եք տանում, օգնենք ձեզ, ինչ կլինի տվեք։ Միրգ Բանջարեղենի խանութից ծանր գնումներով դուրս գալ պատրաստվող արցախցի կնոջ տոպրակները Փաշինյանը վերցրեց որպես նախատոնական նվեր։ Վաղը մարտի 8-ն է, ինչ կլինի, սենց շնորհավոր են։ Կնոջ բեռը սակայն չթեթևացավ, ճամփին պատմեց արցախցիների քաղաքացիություն ստանալը բարդ է, մոր ծննդականն են ուզում, որ Բաքվի արխիվում է, բնակարանային ծրագրից օգտվել չեն կարողանում, Արցախցու խնդիրներից լուծվեց միայն տոպրակների հարցը, վարչապետն այն հասցրեց նրանց վարձով տուն 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարան։ Չէ, միջև դրան դեմը կգամ, ապրանքը կդնեմ շեմիզ ներս ու հետ կգնամ։
Ծանր տոպրակներով քայլող առաջնորդին ԿՊԱ-ականներից միայն Արագածոտնի մարզպետը Կեսբերյան առաջարկեց օգնել։ Մյուսները ենթադրվում է չցանկացան խափանել տպավորիչ այս գործողությունը։ Բարև ձեզ, ես էլ ձեր ապրանքը։ Քարոզչական ուղին շարունակվում էր գոտեպնդիչ խոսքերով, մեծ մասը գոհ են Փաշինյանից էլ, մարզպետից էլ, համայնքապետից էլ։ Ես քու ցավը տանեմ։ Ոտը գազից չվերցնես։ Ձերքերս դողում են։ Այ ցավը տանեմ։ Ոնց է։ Դու շատ լավ ես։ Հիմա ավելի լավ ես։ Հնդածս հնչում էին անձնական խնդիրներ, մեկի հողը վարչական ղեկավարը ծախել է, մյուսը կիսակառույցում է ապրում, տուն չունի, մյուսը գործ չունի։ Այս խնդիրների մասին վարչապետը համբերատարությամբ լսում էր, կանչում թիմակիցներին։ Ուրիշ ինչ պրոբլեմ կա լուծենք։ Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչու հունից դուրս եկավ ու դեռ երկար ժամանակ վիրավորված էր վարչապետը ձորակապի միջադեպից հետո։ Ով խնդրում ենք։ Մի հատ մանկապարտեզ բերքի։ Եղբայր, խնդրելու անհրաժեշտություն չկա, բարև։ Մանկապարտեզ չկա, որ տանեն իրենց թորներին, նորը կառուցվում է Մարալիկում, ըստ գյուղացիների հեռու է, մարզադահլիճ էլ չունեն։ Մեր այս խելքը, որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մտքես բերան, ասում եք մանկապարտեզ չկա, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք, որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի, մի րոպե սպասի, գիտեք, որ ես Դուբայում, մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում, չէ ջղայնանում եմ, թող, գիտեք, որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանու տուն, Իտալիա, մի րոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք, որ ձեր Բաքում ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում։ Այդ ոնց է որ չգիտեք, այդ ոնց է որ գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ։ Դե լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենալ, մի քիչ ամոթ է պետք ունենալ։ Փաշինյանը թողեց հեռացավ, բայց հետո վիրավորանքն էլի թարմացավ։ Ճամփան իր իշխանության օրոք է սարքվել, ասում են, նախկիններն են սարքել։ Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, լսի, այս ճամփեն վերջին անգամ երբ է ասֆալտ արվել, հələ ասա։ Ասա, ճիշտ ասա։ Ակերդությամբ վերցի ձեր օրոք չի։ Մարդիկ փորձեցին մեղմել վարչապետի զայրույթը։ Մեկ բոլորը ձեր կողմնակիցն եք, բայց Ողոցը եղել է մեր իշխանության օրոք։ Չանցավ։ Հանդիպած բոլոր քաղաքացիներին նույն հարցն էր տալիս հանգստացնող պատասխանը նորից լսելու համար։ Հելա մի բան ասեք, էլի։ Այս ճանապարհը երբ է սարքվել։ Հա, այս տարի։ Հաստատ այս տարի։ Մի հարց տամ ձեզ, էլի։ Այս դիմաց ճանապարհը երբ է սարքվել։ Մանկապարտեզի թեման մտքից դուրս չէր գալիս, որտեղ է նորը կառուցվում, քաղաքի մյուս կողմում, բացատրեց համայնքապետը, իսկ տրանսպորտ կա, չկա, պատասխանեց համայնքապետը։ Ավելի ուշ ԿՊԱ-ական ավտոբուսի ուղևորներից Սասուն Միքայելյանը վարչապետի ականջին կարծես թե հիմնավորում էր, թե ինչու բողոքեցին ձորակապցիները։ Որը։ Հա, գիտեմ։ Հա, բանը սաղաթին ձորակապը։ Գիտեմ։ Բարեբախտաբար ԿՊԱ-ական թիմին ոգևորողների պակաս չկար։ ես քու ցավը տանեմ։ Դակտրանցը դետալը սախմի։ Արտիգի քեզ եդի ցավը տան։ Արդիկում հովվերգությունն ընդհատվեց, կարճ ժամանակով մի տղամարդ Արցախի մասին հարցրեց։ Խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Ադրբեջանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Հետո Արթիկցին հիշեցրեց Հայաստանն ունի վարչապետ, նախագահ եւ կաթողիկոս ու զայրացրեց Փաշինյանին։ Լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ասում եմ մատնել, Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն մեկ գոյություն չեք ունեցել։ Ուրեմն եկեղեցի մի րոպե, մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Քարոզչական ավտոբուսի ուղևորները ԿՊԱ-ական վերնախավը օրն ամփոփեց Գյումրիում։ Արտաքին գործերի նախարարը, որ օրը պարով էր սկսել, արձանագրեց մարդկանց այլևս անվտանգային հարցեր չեն հուզում։ Մոտեցելուն ասել ուղղակի շնորհակալություն եք հայտնում ձեզ իրականացրած աշխատանքի եւ արտաքին քաղաքականության։ Սրանից մեծ գնահատանք պարոն վարչապետ։ Խաղաղությունը վայելելուն ուղղված հարցեր են տալիս, հաստատում է Փաշինյանը։ Դասական քարոզարշավ հիշեցնող այս ուղևորությունները ԿՊ-ն անվանում է ներկուսակցական քարոզարշավ։ Ոնց է խումբը կոչվում։ Չամիչով պոլիկի։
Վարչաբենդի թմբկահար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի այս երաժշտախմբին հրավիրեց շուրջ 1 ամսից սպասվող դիսկոտեկին։ Վարչապետ Փաշինյանի ու 16 տարի առաջ որդուն կորցրած Նանա Մուրադյանի զրույցն էլ չստացվեց անցած շաբաթ, երբ ՔՊ թիմը արմավիրում էր։ Մի քանի տարի առաջ որդու քրեական գործի վերաբացումը կնոջը հույս էր տվել, թե թերություններով քննությունը կշտկվի ու կգտնվի որդուն սպանողը, ինչպես ինքն էր ենթադրում։ Բայց տեղի ունեցածը, ինչպես ինքնասպանության հասցնել որակվել էր, վերաբացումից հետո էլ իրավապահների կարծիքը չի փոխվել, թեև այսօրվա գլխավոր դատախազի գնահատականները որդեկորույս մորը հույս էին ներշնչել։ Բարև ձեզ։ Դուք ինձ ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Բազմաթիվ անգամ դիմումներ ունենք ձեզ։ 16 տարվա պայքար ու հիասթափություն, պետությունից արդարադատություն պահանջող որդեկորույս Նանա Մուրադյանն է, որը շաբաթ օրը Արմավիրի փողոցներում մոտեցավ այնտեղ քարոզարշավանող վարչապետին, փորձեց բացատրել իր դժգոհությունը, բայց այդպես էլ չհասկացվեց։ Այո, խաբված ենք զգում։ Հույս ունենք հեղափոխություն եղավ, մենք շատ ոգևորված ենք մայրերովս, մեր ընտանիքներով։ Ոգևորված ենք, ասում ենք, մի բան փոխվեց, վերջապես մի բան կփոխվի, ոչինչ էլ չի փոխվել։ Որդու 18-ամյա Վալերիկ Մուրադյանի մահվան վարկածն ինքնասպանություն էր թե նախկին, թե ներկայիս իշխանության օրոք, զինվորին կախված էին գտել Զորամասում։ Ծնողները սակայն տարիներ շարունակ պնդում են, տղային սպանել են, հետո կախել։ Նանա Մուրադյանի համար Արմավիրի այդ կարճ հանդիպումը եւս մեկ անպատասխան մնացած աղաղակ էր։ Գործը գնացել է դատարան, գործը, բայց ինչ ձևի է գնացել։ Ես ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է։ Միատացեք, ես ինչ պետք է անեմ։ Սպանության գործերը պետք է վերավորակում ստանան, հոդվածները փոխվեն։ Հարգելիս, որտեղ իմերական ինքնասպան չի եղել, սպանել են իմերական։ Փաստերը կա։ Գործը վերավորակվում է փաստական հիմքի վրա։ Մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան։ Գործը քննվել է, ուղարկել դատարան։ Հիմա դատարանում պետք է որոշվի։ Ինձ հանդիպեք, չհանդիպեք, ենա հանդիպում եք։ Ես չեմ կարող ոչի բան անել։ Ինչ քննություն, եթե նույն ինքնասպանության վարկածն է, նեղ սրտում է սուքը սրտում փողոցում արդարադատություն փնտրող մայրը։ Մեզ տվել են այս եզրակացությունները կոնկրետ իմ գործով 81 էջ, բայց բազմաթիվ մեջը փաստեր, որ ամբողջ քրեական գործը խախտումներով են արել, ոչ մի իրեղենապացույց չեն վերցրել, ի սկզբանե ամեն ինչը ոչնչացվել է, հետքերը վերացվել է, ոչ մի բանը չի համապատասխանում։ Տարիներ առաջ վարչապետի օգնականը այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ուսումնասիրել էր Վալերի Մուրադյանի գործի հատորները, արձանագրել քննության թերությունները։ Քրեական գործում առկա են ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող մի շարք հանգամանքներ։ Նշված է այն ժամանակ վարչապետի օգնականի կազմած զեկույցում։ Աշխատանքային խումբը քննչականին բազմաթիվ առաջարկներ էր արել, բայց դրանցից ոչ մեկը տեղ չէր գտել նոր քննության մեջ, ասում է մայրը։ Վարչապետին երբ որ ներկայացնում էր, ասում էր, այս մայրերը ճիշտ են։ Ես այն օրը վարչապետին արմավիրում որ կանգնեցրեցի, ասում եմ, պարոն Փաշինյան, ձեզ Աննա Վարդապետյանը ասել է, որ այս մայրերը ճիշտ են, ինքը ինձ ընդհատում է, չի թողնում խոսամ։ Արդեն գլխավոր դատախազ Վարդապետյանի օրոք գործն ուղարկվել է դատարան, նույն ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ամիսներ առաջ դատախազ Դավիթ Նավասարդյանը հանրայինին պատմել էր, թե ինչ նոր բացահայտումներ են արել։ Իրականացվել էին վկաների լրացուցիչ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առկա փորձագիտական եզրակացությունների շուրջ հարցաքննվել էին փորձագետները։ Այժմ կա մեկ մեղադրյալ, ծառայակիցն է, բայց վարչապետին մոտեցած ծնողը փորձում էր ասել, որ ողբերգությունն ինքնասպանություն չէր, այլ մի խումբ զինծառայակիցների կողմից դաժան սպանություն։ Մենք նստենք քննարկենք այս հարցը։ Բայց ես ուրիշ բան ես տարի պետք է սպասեմ։ Ներողություն եմ խնդրում, բայց ընդունեմ, մեկը ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարող ասել։ Դուք լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ է Հարգելիս, ես ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել է։ Փաշինյանն էր իր իշխանության առաջին տարիներին ընդունել որդիների զոհվելու պաշտոնական վարկածը հերքող մի խումբ ծնողների հավաստիացրել, կփորձեն աջակցել բացահայտել իրականությունը։ Կոպիտ ասած այլընտրանքային քնչական խումբ ենք ստեղծում։ Ահա որ մեծ բան են վերցնում ինձ վրա։ Ահա որ մեծ բան են վերցնում ինձ վրա։ Հիմա էլ չի լինելու ուրիշի վրա գցել։ Էլ չկա, մոռացանք, եկեք ես եմ ու դուք եք։
Այժմ, երբ վարչապետը համոզված է, ինքն արել է իր գործը, Նանա Մուրադյանը մնացել է իրավական հորձանուտում, ձեռքին ունենալով վարչապետի որոշմամբ ստեղծված խմբի գրած մի զեկույց, որն այդպես էլ իրավական ուժ չստացավ։ 16 տարի անց ես եմ ու դուք եք, բանաձևը վերածվել է դատարանն է ու դուք անտարբերությանը, ասում է հուսահատված մայրը։ Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո քրեական վարույթ է հարուցվել գույք ոչնչացնելու, խուլիգանության եւ ահաբեկչության հոդվածներով։ Երեկուշ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի տղամարդ ԱԱԾ շենքի ուղղությամբ այրվող առարկա էր նետում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ 1 հոգու է ձերբակալել։ Քննչականից էլ փոխանցում են, որ ձերբակալվածի նկատմամբ այս պահին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ով է այդ տղամարդը, ինչն էր նրան դրդել այդ քայլին, դեռ պարզ չէ։ Իրավապահները մանրամասներ չեն հայտնում։ Իշխանավորներ, արտահանողներ, գրողներ, հակադարձումները շարունակվում են։ Մինչ բեռնափոխադրման դժվարությունները հայ-վրացական սահմանին շարունակվում են, դժգոհության սլաքները նաև Փաշինյանի կաբինետին են ուղղվում, էկոնոմիկայի նախարարը խմբավորում է գործարարներին, ում կողքին կանգնել, ումը ոչ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս խորհրդանի ամբիոնից զգուշացրեց. Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրանց հետ խնդրեմ ունեմ։ Եվ այդ ում սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Այդ ում սպիրտն են իրանք արտահանում։ Այսինքն գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ որ մեկի սպիրտը առնում, բերում տանում են, մի հատ էլ պետք է կողքները կանգնենք։ Այ իրանց կողքը չեմ կանգնելու։ Ինքը որպես էկոնոմիկայի նախարար կլինի միայն այսպիսի ընկերությունների կողքին։ Իսկ նա, ով հայ գյուղացու խաղողը առնում է, մինչև վերջ իր կողքը կանգնած եմ։ Ես էլ ու կոչ եմ անում, դուք էլ իմ հետ գնանք այդ հարցերը լուծենք։ Իսկ նրանք, ովքեր որ խաղող չեն մթերում, ու ես իմ ինչով են զբաղված, կներեք իրանց հարցը, դա մեր հարցը չի, ընդհակառակը իրենց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն անգնում, մեր պետության անունն անգնում։ Arcontrade ընկերությունն օրինակ կոնյակ ստանալու համար խաղող չի մթերում, քանի որ անհրաժեշտ ֆինանսական զգալի ներդրումներ չեն կարող անել։ Բայց ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով թեժ սեզոնին երբեմն կարողանում են տարածք վարձակալել ու ավելի քիչ ներդրումով փոքր ծավալներով խաղող մթերել։ Ընկերության արտադրության հիմնական մասը սակայն ձևավորվում է հայկական արտադրողներից գնված սպիրտի հիման վրա։ Եթե Հայաստանից արտահանվում է կոնյակ սպիրտ, դա նույնպես գյուղմթերք է մթերվում, գինեացվում, թորվում ու ստացվում է կոնյակի սպիրտ։ Հետո շշալցված կարտահանվի թե լիտրերով ուղղակի որպես հոնք, դա այս թվում է շատ մեծ բան չի փոխում։ Սուրեն Սարգսյանն այս հարցին ավելի գլոբալ է անդրադառնում, ասում է, բայց եթե անգամ որևէ ընկերություն առանց օրենք խախտելու երրորդ երկրից հումք է ձեռք բերում ու արտահանում, ինչ խնդիր կա։ Եթե կա ներկրման ու արտահանման ինչ-որ գործար, բնականաբար դա ինչ-որ օրենքի սահմաններում է։ Պայմանական, եթե շեղվենք կոնյակի թեմայից, եթե ես երրորդ երկրից ներկրում եմ Հայաստան ինչ-որ ապրանք, ապա վերարտահանում եմ։ Այդ ինչ է նշանակում։ Ես Հայաստանում բարիք չեմ ստեղծում, Հայաստանում հարկ չեմ վճարում, պետք չի կողքին կանգնել։ Ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին, երբ որ կազմակերպությունը ներկրում է երրորդ երկրից ու վերարտահանում է, ինքը Հայաստանում ինչ է։ Բեռնափոխադրող վարորդներն էլ Պապոյանին են հարցնում. Եթե կասկածներ ունեք, որ Հայաստանում անորակ սպիրտ է շրջանառվում, ապա ինչու այդ ճանապարհը չեք փակում։ Ներ չկրվի Հայաստան, որ հետո չգիտեմ, Հայաստանի խմիչքի անվան հետո չխաղան։ Հայկական կոնյակի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան։ Սպիրտից ստացվող կոնյակի կամ երրորդ երկրից ներկրվող սպիրտի թեման ակտիվ շրջանառվում էր նաև անցած տարի։ Ռուսական Սայուզ կոնյակ ոչ պետական կազմակերպությունն ու Անտիկոնտրաֆակտ ասոցիացիան հայտարարել էին, թե ռուսական շուկա մտնող հայկական կոնյակի 80-ից 85%-ը չի համապատասխանում ստանդարտներին, որովհետև արտադրության մեջ հաճախ անորակ սպիրտ է օգտագործվում։ Հայ արտադրողները հիմնականում չեն ընդունում այս պնդումները, Հայաստանից արձագանքել էին, Երևանը որևէ պաշտոնական բողոք չի ստացել ռուսական պետական մարմիններից։ Որ այս վեճերը դադարեն, խոշոր արտադրողներից մեկի ՄԱՊ գինու կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանն ասում է, բազմիցս դիմել են էկոնոմիկայի նախարարություն առաջարկելով, որ Հայաստանում ստեղծված նոր լաբորատորիան ավելի լայնածավալ ու շատ անաչառ ստուգումներ իրականացնի։ Հարկ եղած դեպքում տնտեսվարողներին տուգանի։ Միայն թե Հայաստանից արտահանվող կոնյակն այդ թղթով
սահմանահատի։ Եթե դրանից հետո էլ խնդիրներ առաջանա, ապա պետական մարմինը պետք է տնտեսվարողի փոխարեն հարցը բարձրացնի, որովհետև խմիչքի որակը ստուգողը նախ պետությունն է, ասում է գործարարը։ Հայկական կոնյակ անունը շատ-շատ է շահարկվում, ճիշտ ու սխալը այնքան է խառնվում, որ մինչև մեր երկիրը չունենա այն լաբորատորիան, որ անաչառ ստուգումներ կանի հայկական կոնյակի եւ հստակ գնահատական կտած, այս կոնյակը համապատասխանում է ստանդարտներին, իսկ այս կոնյակը չի համապատասխանում։ Մինչև դա չլինի, վերջնական պնդում չի լինի անենստեղ։ Ալկոհոլի որակը ստուգող լաբորատորիան Հայաստանում սկսել է գործել նախորդ տարվա կեսերից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից վստահեցնում են միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայի պատասխանները ընդունելի են թե Ռուսաստանի, թե Եվրոպայի ու թե Վրաստանի համար։ Բայց դրա կարողություններն առայժմ շատ համեստ են։ Այն օրական 3-ից 4 խմբականակի նմուշ կարող է ստուգել։ Իսկ եթե Հայաստանում արդեն կա այս լաբորատորիան, ինչու է վրացական կողմը Հայաստանից իր սահմանով դեպի Ռուսաստան գնացող կոնյակը ստուգում, հատկապես այն դեպքում, եթե դա Ռուսաստանում է վաճառվում։ Հայ արտահանողներն այդ լաբորատորիայի եզրակացությունները չունեն, մեր այս հարցին էկոնոմիկայի նախարարությունից չարձագանքեցին։ Մինչ այդ հատկապես կոնյակ արտահանող բեռնատարների վարորդները սեփական եզրահանգումներն են անում։ Ինչի այդքան ժամանակ այդ ամեն ինչի չէր արվում, հենց վերջին 2 տարին է ամեն ինչը սկսվեց, այսօրվա մեր Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այնպես չի, ոնց որ մի քանի տարի առաջ էր։ Հարաբերությունների շեղվելու հետ մեկտեղ էլ ոնց որ խստացումներն են, այսպես համապատասխան ավելանում։ Այս տպավորությունը ոնց որ Ռուսաստանը Վրաստանի ձեռքով մեզի պատժի ինչ-որ ձև է ընտրել։ Ասենք Վրաստանի ինչին է հետաքրքիր տարանցիկ բեռը։ Իսկ ինչ պետք է անի այն բեռնատարի վարորդը, եթե բեռի պատվիրատուից կամ ընկերության ղեկավարից կաշառք են պահանջում, որպեսզի ապրանքն անխոչնդոտ անցնի։ Այսպիսի հայտարարություններով ազատությանը դիմաց վարորդները հիմնականում խոսում են անանուն, պնդելով, որ բացահայտ խոսելու դեպքում լրացուցիչ խնդիրներ կունենան։ Թող գտնի պետությունը, եթե ես պետք է գամ ասեմ, այդ կաշառքը ում եմ տվել անձան, ես այդպեսի բան չեմ ասի։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Դանիելյանի նույնաբովանդակ հայտարարությանը նշել էր, ինքը դիմել է իրավապահներին, բայց ոչ ոք հաղորդում չի տվել, որ իրենցից կաշառք են պահանջել։ Չեն տա, որովհետև վախենում են, հակադարձում է վարորդների հարցերը խորհրդարանում բարձրաձայնող ընդդիմադիր պատգամավորը։ Ի վերջո պետության պոզիտիվ պարտականությունն է, որպեսզի հնարավորություն ստեղծի այդ մարդիկ, որ կարողանան իրենց բնականում կենսագործունեությունը ծավալեն, ոչ թե զանգով, ոչ թե խնդրանքով, ոչ թե բանով, այլ այդ հարցերը պետք է լուծվեն։ Ինչ որ մարդիկ կան, չէ՞ որ դե չհագրգռված են։ Տեղափոխվենք Լոռի ոսկու հանքի ընդլայնման առաջարկը մի քանի 100 բնակիչ ունեցող Արչուտում կռիվ է գցել։ Աշխատատեղեր թե մաքուր օդ, այս հարցի շուրջ գրքերն այնքան են բորբոքվել, որ ոսկու հանքի սեփականատերը առանց կոնկրետացնելու խոստումները լքել է գյուղը։ Վերջին խոսքը ավականունն է։ Վանաձորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արչուտում ոսկու հանքի շահագործման, հնարավոր ընդլայնման եւ նոր պոչամբարի կառուցման հարցը գյուղը 2 ճամբարի է բաժանել։ Մի կողմում հանքում աշխատող ու սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելաված բնակիչներն են, մյուս կողմում սեփական առողջության ու բնության կորստի վախ ունեցող մեծամասնությունը։ Մինչ մեկի համար հանքը հացի խնդիր է լուծում, մյուսների համար այն ջուրը պղտորելու, այգին էլ բերքից զրկելու պատճառ է։ Ես չգիտեմ ինչ նյուանսներ ասած ոսկու ոնց են արտադրում, ինչ քիմիա է գալի։ Նախ ես 5 տարի, 4 տարի ծառների վրա բերքել չկա, այս մեկ։ Այդ ջրի հարցը ինչա։ Մեր օգուտը էս ոսկու հանքից մենակ այնա որ մեր տղեկը աշխատում են 2 կոպեկ փող են աշխատում։ Ոչ, գյուղը չի վնասվում։ Բա ինչ անում, ոչ չի վնասվում։ Ինչ ջուրը չես խմում։ Ոչ։ Լավ, դե ձեր տնից մեր տուն ջուր բեր, մերը լավը չի։ Բակտեկ էկոընկերությունը, որն այստեղ ոսկի արդյունահանելու եւ վերամշակելու լիցենզիան դեռ 12 տարի առաջ է ստացել, ակտիվ գործունեություն է ծավալում միայն վերջին 3 տարում։ Ավելի քան 30 տարի Արչուտում եղած հսկայական աղբավայրի հարևանությամբ ապրող արչուտցիների համար հանքի աշխատանքը դարձել է հերթական էկոլոգիական փորձությունը։ Մարդիկ փաստում են բնության երբեմնի հարստությունից միայն անունն է մնացել։ Մենք ոչ մի ակնառու, ստեղ կանգնածներս գյուղի բնակիչ ենք, ոչ մի ակնառու բան չենք տեսել, որ հանքը ինչ-որ մի գյուղի մար մի բան անի, բացի իր ճամփեքը, բացի քանդելը մեկել են փոսելսները։ Ես քեզ եմ դեմ։ Այսօր եթե ճամփեն սարքի լրիված պատ, կարկտա այն
Ինձ իմ առողջությունն է։ Խնդրում եմ լսեք։ Ինչ բերի ասֆալտ տալի ասենք, հա, կեցի Հանրային լսումների ժամանակ ընկերության ղեկավարությունը փորձում էր համոզել, որ այսօր իրենց նպատակը ոչ թե նոր լիցենզիան է, այլ ֆաբրիկայի վերազինումն ու շահույթի ավելացումը, ինչը տնօրեն Վահան Զախարյանի խոսքով թույլ կտա սոցիալական ծրագրեր իրականացնել գյուղում։ Եթե ուզում ենք աշխատենք, պետք է համապատասխան պայմանները տանք։ Ուղղակի ասենք ուզում ենք աշխատենք, բայց կներես, ասենք գիտես ինչ կա։ Նույն բանն ասեմ, ոնց որ կարտոշկա ցանենք, չջրենք։ Չի լինի։ Ուղղակի ասում ենք, այս հողերը օրինակ ցանենք, բայց ջուրը դեմ ենք, որ ջրենք, չի լինի։ Այսինքն ասում ենք անելու ենք այն առավելագույնը սրա միջոցով, որ հնարավորինս շատ օգուտ ստանանք։ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մատնանշում է ընկերության տրամադրած 55 միլիոն դրամը, որով կառավարության աջակցությամբ պետք է նորոգվի գյուղի քարուքանդ ճանապարհը։ Այսինքն իրանք համայնքի հետ նորմալ աշխատում են։ Ընկերությունը գյուղ էր եկել համաձայնություն ստանալու, բայց տեխնոլոգիական վերազինման կամ նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ հստակ նախագծեր այդպես էլ չներկայացվեցին։ Հարցերն անպատասխան մնացին։ Ընկերության ներկայացուցիչներն ասացին բնակիչների եւ ավականու այոն ստանալուց հետո միայն կխոսեն թվերից ու գծագրերից։ Եթե այս ռոպեին ասեք, որ նախնականապես, հա, չեն կարարկում օրինակի համար, կլինի նախագծում, ուսումնասիրի իր էկոլոգիական, սոցիալական ամեն բանը կվերլուծի ու կներկայացվի, ասենք, մյուս քննարկմանը կներկայացնենք մանրամասը։ Դա իրականացնելը ինչի կբերի։ Ես իմ համաձայնությունը տվել եմ հանքը շահագործման համար։ Բայց ներկա պահին իմ համաձայնությունը չեմ տալի, որ հանքը մեծանա, ծավալվի։ Ինչը կա, այդքան թող բավարարվի։ Ես դեմ եմ, որ այդ պոչամբարը որպես գյուղի բնակիչ կառուցվի, ես դեմ եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան ընդլայնվի, ինչ ունեք 25 տարի թող մեր ժողովուրդը աշխատի։ Բազմազավակ հայր Գագիկ Սարգսյանի համար այս ամենը վերացական է։ Նրա համար իրականությունը 170,000 դրամ աշխատավարձն է, որով կարողանում է կերակրել իր 9 երեխաներին։ Ես բազմազավակ հայր եմ, 9 երեխա տեր։ Ու միջև հիմա շատ բարգերի մեջ էի, միջև հիմա աշխատել է, իսկ հիմա որ աշխատում եմ, էլ ոչինչ նորմալ, ընտանիքս յոլա եմ տանում։ Զոտ այդ աշխատանքով։ Մարդ շուտեցիք, 20-30 հոգի են աշխատում, բա մնացածը ինչ անեն։ Այդ խիմիային երեխեքը շնչում են, ասում եմ, ես մուսորնի խիմիան քիչ էր, ես սարերում եմ ամեն առավոտ տեղում, սարից նայում եմ, ես հոտը սաղ տեղում ստացա։ Եթե այսօր մարդիկ իրաց տնտեսապես լավ են զգում, այդ հանքի շնորհքն է։ Որ մերձեն ոչ։ Հա? Որ առողջություն։ Ես էլ եմ ասում։ Հանքի որևէ արտանետում չկա։ Լարվածությունն այնքան մեծ էր, որ քննարկումը մի պահ վերածվեց ձեռնակռվի։ Գյուղապետարանի փոքրիկ սենյակը չէր տեղավորում մարդկանց դժգոհությունն ու անպատասխան հարցերը։ Արդյոք բնակիչների ձայնը տեղ կհասնի, թե ավականին կառավարություն կուղարկի շատերի կարծիքը չարտահայտող որոշում, սա էլ դեռանորոշ է։ Համայնքի ղեկավարն ու քննարկմանը ներկա ավականու անդամներն առայժմ լռում են իրենց դիրքորոշման մասին։ Իմ որոշման մասին ժողովուրդ կիմանա ավականունիստի ժամանակ, շնորհակալություն։ Միջազգային թեմաների մասին նույն թափով շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, անցած գիշեր Խարկովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, առնվազն 15-ը վիրավորվել են, հայտնում են տեղական իշխանությունները։ Նրանց տվյալներով բալիստիկ հրթիռը հարվածել է 5 հարկանի բնակելի շենքի։ Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել նաև Կիևին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի վրա արձակել են 509 հրթիռ եւ անօդաչու թռչող սարքեր։ Вон 3 вікна, це моя квартира.
Այն 3 պատուհանների իմ բնակարանինն են։ Առաջինը, երկրորդը եւ երրորդը այնտեղ, որտեղ հիմա հրշեջներն են։ Այն սանդուղքների մոտ իմ բնակարանն է։ Բարեբախտաբար այնտեղ չէի, գործով Կիևում էի։ Այսօր էլ գնացքով էի գալիս։ Գիշերը 1:30 ընկերս զանգեց։ Ասեց տուն ես գնում։ Ասեցի այո։ Ասաց մի շտապիր, գնալու տեղ էլ չունես։ Додому я кажу так, він каже, не поспішай. Нема куди їхати. З першого поверха бабусю витягнули. Առաջին հարկից մի տատիկի դուրս բերեցին։ Ամեն ինչ լավ է, բայց երկրորդ հարկը անհավատալի բան էր։ Այնտեղ մի տատիկ էր, նրա դուստրը, թորնիկը եւ փեսան, 4 մարդ։ Չգիտեմ ինչպես կարողացան դուրս գալ, բայց նրանք հիմա ողջ են։ Як вони вибрались, я взагалі не розумію, але вони живі. Եվ կրկին դառնանք մերձավոր արևելքում մեկ շաբաթից ավելի շարունակվող պատերազմին։ 8-րդ օրը հայ-իրանական ցամաքային սահմանով իրանցիները շարունակում են Հայաստան գալ։ Մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանն է Սյունիքում աշխատում։ Ռոբերտ, բարի երեկո, դու ուղիղ եթերում ես, ինչ շարժ կար այսօր։ Բարի երեկո Աստղիկ, այսօր շարժը երեկվա համեմատ ավելի փոքր էր, թե արդյոք տեխնիկական խնդիրներն են պատճառը կամ այլ հանգամանքով, ամեն դեպքում մոտ 30-40 րոպե անցնում է, եթե ոչ 1 ժամ, մինչ մեկ նոր խումբ է Հայաստան ժամանում, Հայաստանի սահմանն անցնում, իսկ այսօր այն մարդիկ, ովքեր անցան, ըստ էության բոլորը չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, որովհետև ասում են, որ վախենում են, հետագայում ցանկանում են Իրան վերադառնալ եւ եթե հանկարծ բաց խոսեն այս ամենի մասին, գուցե անգամ իրենց կյանքին վտանգ սպառնա եւ այդ պատճառով չեն ցանկանում Երևալ, սակայն տեսախցիկի այն կողմում ավելի ազատ են, պատմում են, որ Իրանում իրավիճակը բավականին լուրջ է, հարվածները շատ են եւ իրենք պարզապես այժմ փորձում են անվտանգություն որոնել, մարդկանց մի մասը Երևանում է պատրաստվում մնալ գոնե մի որոշ ժամանակ, կան մարդիկ, որոնք արդեն Զվարթնոց օդանավակայան կգնան եւ այլ երկրներ կմեկնեն, տարբեր են մարդկանց ծրագրերը, նույնիսկ լսել ենք, որ 1-2 ամիս մարդիկ ցանկանում են Երևանում մնալ, Հայաստանում մնալ, մինչ իրավիճակը կկարգավորվի եւ այդ շարժը այսօր էլ շատ ավելի երեկվա համեմատ ավելի փոքր տեմպերով շարունակվում էր, թե ինչ կլինի առաջիկայում գիշերային ժամերին եւ արդեն վաղը այս պահին հնարավոր չէ ասել, կարծես օրվա երկրորդ կեսին է այս շարժը ակտիվանում, ինչպես հասցրել եմ նկատել այս արդեն 3-4 օրերի ընթացքում, Աստղիկ։ Ռոբերտ, իսկ ռազմական գործողությունների ընդհանրապես տեղի ունեցողի մասին ինչ են մտածում։ Աստղիկ, այս հարցը ես ըստ էության բոլորին եմ տալիս եւ տեսախցիկի առաջ եւ արդեն տեսախցիկից այն կողմ, բոլորն էլ համակարծիք են, որ խաղաղություն են ուզում, չեմ լսել մի կարծիքով, մի մարդով այլ կարծիք ունենա եւ տեսակետները տարբերվում են, կան մարդիկ, որոնք պնդում են, որ միմիայն ռեժիմի փոփոխությունից հետո իրավիճակը կկարգավորվի, նույնիսկ Միացյալ Նահանգներին շնորհակալություն հայտնողներ կան նաև լիովին հակառակ տեսակետ ունեցողները, որոնք Միացյալ Նահանգներին մեղադրում են այդ բանակցությունների ընթացքում հարվածներ հասցնելու եւ ըստ էության այդ բանակցությունները տապալելու համար տեսակետները շատ տարբերվում են, բազմաթիվ մարդկանց հետ ենք զրուցել, որոնք ցանկանում են, որ ի վերջո ռեժիմը փոխվի այս ամենի հետևանքով, սակայն այս հարվածներից էլ շատ անհանգիստ են, վախենում են, որովհետև ըստ էության իրենց կյանքը վտանգի տակ է, ասում են Իրանում էլ շատերը հարազատներ ունեն, մի մասը ստացվում է, կարողանում են գալ, մի մասը չի կարողանում եւ այսպես շատ խառը զգացմունքներ ունեն այս ամենի հետ կապված ու նրանց կարծիքներն էլ այս առումով տարբերվում են Եվ եթե ընդհանրացնեմ, մարդիկ նման տեսակետներ են հայտնում, սակայն բոլորը, անխտիր բոլորը վախեցած են ստեղծված իրավիճակի պատճառով, Աստղիկ։
Շնորհակալություն հիշեցնեմ մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանը Սյունիքից էր մեզ միացել հայ-իրանական սահմանից։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում նորությունները թարմացվում են, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, հաջողություն։